Նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ազգային ժողովում մեկնարկած 4+4+4 ձևաչափով բանակցությունների հետ կապված առաջիկա րոպեներին ես զրուցելու եմ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի և հրապարակախոս իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։ Բարի երեկո, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Այսպես Հակոբ, ինչպես է գնահատում այսքան ժամանակ այսպես քննարկված, թմբկահարված այս 4+4+4 ձևաչափով բանակցությունների մեկնարկը, եթե հաշվի առնենք, որ ըստ էության այդ 3-4-երը արդեն իսկ մեկնարկի պահին չպահպանվեցին, ընդդիմությունից փաստորեն մեկ ներկայացուցիչ պակասում էր, Ժառանգությունից չկար ներկայացուցիչ, իշխանությունն էլ, ինչպես եւ ասել էր, կանխավ ներկայացված էր 4-ից ավելի մասնակցով։ Կարծում եմ այդ հարաբերակցությունը 4+4+4 վերջում կգա իր տեղը կընկնի ամեն ինչ, 6-ը 4 կդառնա, չգիտեմ, այտենց կողմերը կգտնեն իրանց հավասարակշռությունը, իսկ որպես գործընթաց ես կարծում եմ վերջին տարիներին ընդհանրապես Հայաստանում քաղաքականություն ասվածը ընթանում է այսպես ֆորմատների անվանումների ներքո, այսինքն քառյակի գործընթաց, չգիտեմ, հիմա արդեն 3 քառյակի գործընթաց, բայց գործընթացների տրամաբանությունը, բնույթը եւ հանրային ու պետական շահի տեսանկյունից արդյունավետությունը դրանցից ոչնչով չի փոխվում, որովհետեւ վերջին հաշվով այդ ֆորմատները չէ, որ որոշում են որևէ արդյունք որոշում են նրանից, թե ինչքանով են ի վերջո փոխվելու խաղի կանոնները ընդհանրապես, քաղաքականության վարման կանոնները ընդհանրապես։ Օրինակ Լևոն Զուրաբյանը ասում է, որ սա հենց այդ կանոնները փոխելու լուրջ հայտ է եւ նա նախորդին նշեց, որ սա աննախադեպ երևույթ էր հայ քաղաքականության պատմության մեջ։ Աննախադեպ էր նրանով, որ 2-4-ի կողքին կա նաև երրորդ 4-ը, այդ իմաստով իհարկե աննախադեպ էր, հետո եթե 4+4+4 մի հատ էլ +4 լինի, դա ընդհանրապես աննախադեպ կլինի։ Բայց մենք տեսել ենք նման երևույթներ շատ անգամ, ի վերջո նույն ՀԱԿ-ը իշխանության հետ երկխոսում էր 2011 թվականին, էլի կարծես այդպես նստած սեղանների դեմ դիմաց խոսում էին շատ մարդիկ նույնն են, կազմը նույնն է, եւ մենք տեսանք, թե այդ երկխոսությունը ինչով ավարտվեց, եւ այդ առումով հայաստանյան քաղաքականությունը բազմաթիվ այդպիսի ֆորմատներ տեսել է եւ կարծում եմ դեռ կտեսնի։ Շնորհակալություն, այս ֆորմատի ամեն դեպքում նորամուծությունը թերևս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավասար քվոտայով ներկայացվածությունն էր։ Զարուհի, դուք ինչպես եք գնահատում հատկապես այս ներկայացվածությունը քաղաքասարակության մասով։ Ընդհանրապես քաղաքասարակության այն հատվածն է ներկայացված հիմնականում, որը ընտրական գործընթացներում շատ աշխուժ մասնակցություն է ունեցել եւ գրեթե մասնագիտորեն ամբողջովին գիտի այն խութերը, որոնք ընտրական օրենսգրքում կարող են հնարավորություններ ստեղծել հետագա ընտրություններում ել ավելի կեղծիքները վարպետացնելու եւ վերարտադրվելու համար։ Հիմնականում այդ հատվածն է եկեբանակցային գործընթացի, բայց ամենևին այդ հատվածը այն հատվածը չէ, միակ հատվածը չէ, որը կարող է ամբողջ քաղաքացիական հասարակության տեսակետը ներառել իր մեջ, այսինքն ներառականության տեսանկյունից էլի մեկ փոքր հատվածն է ներկայացված։ Եվ արդեն իսկ Հակոբը ասաց, որ խախտվել է իհարկե այդ բանակցային գործընթացների հավասարաչափությունը, արդեն չկա ընդդիմության մեկ ներկայացուցիչ, իշխանությունը արդեն ավելի շատ է, այսինքն ստացվում է 6 գումարած 7 Դե ուսանք սա առաջին քննարկումն է այսպեսի, միգուցե հետագայում պաստորեն չհաջողվեց նաև ընդդիմությանը ապահովել ամբողջ խմբակցությունների ներկայությունը։ Այս սա ինչպես է գնահատում, որովհետև իշխանությունները ի սկզբանե պաստորեն հանգիստ ասում են մենք որևէ խնդիր չունենք, եկեք մեզ հետ բանակցելու, քանի հոգով ուզում եք, նախորդին պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը ասեց, բայց ստացվում է, որ ընդդիմության ներսում այսօր խնդիր կա։ Բոլոր ներսերում կան խնդիրներ, ինձ թվում է, եւ իշխանության ներսում կա խնդիր, եւ ընդդիմության ներսում կա խնդիր, ընդհանրապես կա խնդիր նոր տիպի բաց կանոններով եւ ավելի թափանցիկ աշխատելու, ինչպես ընտրական օրենսգիրքը դրվեց հասարակության առջև, էլի փակ բացահայտվեց, որ արդեն պատրաստ է, չէ, որքան մենք գիտենք, հանկարծ վերևից իջավ ընտրական օրենսգիրք։ Մինչ այդ Վենետիկից այդ վերևից դրա համար եմ ասում, վերևից օդից հանկարծ պարզ դարձավ, որ արդեն ընտրական օրենսգիրքը պատրաստ է եւ հանձնվել է դրսի ուժերին եւ դրսի աչքին դիտարկելու։ Ներսում որևէ քննարկում չկար, այդ նույն էքսպերտները, որոնք այժմ ներկա են ազգային ժողովում եւ փորձում են բանակցել, նրանք որ փորձագետներ էին, արդեն կարող էին չէ ներառվել ընտրական օրենսգրքի ձևավորման հենց գործընթացի մեջ։ Դա պետք է լիներ արդեն իսկ մինչև փաստաթղթի հրապարակումը։
Այսինքն ի սկզբանե ոչ լեգիտիմ process-ը։ Լավ, մենք փորձել ենք տալ հիմնական ուղղությունները, ինչի շուրջ նստենք, քննարկենք եւ ստանանք։ Բայց օրինակ 3 այս տաղավարում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը ասում էր, որ ինքը առաջարկել է, որպեսզի իշխանությունները առաջարկել են, որպեսզի ամբողջական էլեկտրոնային քվեարկության համակարգ լինի, բայց այ ընդդիմությունը շատ пассив է այդ առաջարկի հետ կապված եւ այլ ուղղությամբ է փորձում տանել։ Այսինքն այստեղ նաեւ ընդդիմության ոչ բավարար շահագրգռության եւ ներգրավվածության մասին էր նա խոսում։ Դե ի սկզբանե եղել է process-ը փակ։ Հիմա մեկը մյուսին կարող է մեղադրել, որ նա ավելի пассив է, նա ավելի ակտիվ է։ Բոլորը գիտեն այն մարդկանց անունները, այն ուժերի անունները, որոնք շատ ակտիվ են եղել բոլոր ընտրական գործընթացներում, ի սկզբանե կարող էին ներառել եւ ներառականության միջոցով ձևավորել փաստաթուղթը։ Ի սկզբանե process-ը եղել է ոչ լեգիտիմ, ինչպես նաեւ սահմանադրական փոփոխությունների փաթեթը ամբողջ, եւ այժմ եւս երկրորդ անգամ, երկրորդ փուլով կրկնվում է նույն գործընթացը, կարծում եմ։ Տեսեք, ընդդիմության իշխանությունների հետ քննարկելու այս ձևաչափը նույն ընդդիմադիր դաշտի բազմաթիվ ուժերի կողմից քննադատվեց։ Ինչի հետ կապված Լևոն Զուրաբյանը երեք հայտարարեց, որ եթե փորձում են զուգադրել սահմանադրական հանրաքվեի հետ կապված հայտնի տխրահարճակ ֆոտոսեսիայի հետ, ինչին ՀԱԿ-ը չէր մասնակցել, սակայն հիմա փաստորեն իրենք են առաջարկում սկսել բանակցություններ, նա նշեց, որ դա պարզ դեմագոգիա է, քանի որ սահմանադրությունը Սերժ Սարգսյանի օրակարգն էր, իսկ հա ընտրական օրենսգիրքը, չգիտես ինչու, հանրության օրակարգն է, ինչ կասեք ի պատասխան, արդյոք նման հայտարարությունը հենց ինքնին որոշակի այսպես դեմագոգիկ էլեմենտ չի պարունակում։ Ինչպես կարող է սահմանադրությունը լինել մեկ մարդու օրակարգ, այդ դրանից բխող, այդ մեկ մարդու օրակարգի հաստատումից բխող ընտրական օրենսգիրքը արդեն մեր բոլորիս օրակարգը։ Գիտեք, երբ մենք փորձենք խորամուխ լինել առանձին քաղաքական գործիչների հայտարարությունների մեջ եւ դրանցով փորձենք դատենք ում հայտարարություններ երեսպաշտություն, ում հայտարարություններ անկեղծ եւ ազնիվ, մենք կարծում եմ կշեղվենք գործընթացների բուն էությունից, որովհետեւ այդ հայտարարությունները հիմնականում այդ բուն էությունը քողարկելու համար են եւ պատահական չի, որ բոլորը բոլորին մեղադրում են իշխանության հետ գործարքի համար։ Սա նաեւ ինչ որ առումով ինտուիտիվ մեղադրանքներ են, որովհետեւ բոլորը հասկանում են, որ գտնվում են իշխանության թելադրած խաղի կանոնների շրջանակում եւ սա ամենաառանցքային խնդիրն է, այսինքն խաղի կանոնները թելադրել է իշխանությունը եւ այդ շրջանակում ամբողջ քաղաքական դաշտը փորձում է տեղավորվել։ Հիմա ներողություն, ո՞րն է այս ձևաչափի բուն նպատակը։ Այս ձևաչափի բուն նպատակը ձևաչափն առաջարկեց ՀԱԿ-ը, այսինքն ընդդիմադիր դաշտում տեղի ունենում նախաձեռնությունների համար դիրքային պայքար եւ ՀԱԿ-ը փորձեց այս առաջարկով որոշակի դիրքային առավելություն ստանձնել այլ քաղաքական ուժերի հանդեպ, այսինքն փորձեց օգտագործել նման մի ֆորմատի գաղափարը եւ պատահական չէ, որ իշխանությունն էլ բավական սիրով ընդառաջեց դրան եւ իշխանությունը բոլորի նախաձեռնություններին սիրով կընդառաջի, որովհետեւ դրանով նպաստում է հենց այդ ընդդիմադիր դաշտում դիրքային պայքարին, ինչը հենց տրամաբանությունն է իշխանության խաղի կանոնների եւ այդպիսով կամա թե ակամա ընդդիմադիր դաշտը ինքնին հայտնվում է կառավարման իշխանության կառավարման ներքո։ Սա է խնդիրը, թե չէ մեկը ասեց դուք եք գործարքի գնում, մյուսը ասեց չէ դուք եք գնում, այստեղ խորամուխ լինել այս հայտարարությունների մեջ կարծում եմ բացարձակապես իմաստ չկա։ Տեսեք, տեսակետ կա, որ գնալ քննարկման մի հարցի շուրջ, որի հետ կապված իշխանությունները ասել են, որ ըստ էության նկատի ունեմ 5 առաջարկներ ընդդիմության եւ քաղաքասարակության, այդ 5-ից առնվազն 4-ի դեպքում չեն պատրաստվում գնալ զիջումների։ Եվ տեսակետ կա, որ նման պայմաններում արդեն իսկ ի սկզբանե կանխորոշված ելքով քննարկմանը մասնակցելը զուտ ձևական բնույթ է կրում։ Համաձայն եք նման դիրքորոշման հետ, զարույթ է այնուամենայնիվ կարծում եք, որ ավելի լավ է քննարկել թեկուզ չգիտեմ, գուցե ինչ որտեղ իմիտատիվ քննարկումը ավելի լավ է, քան տվյալ դեպքում անարդյունավետ բոյկոտը, ինչը տեսանք սահմանադրական հանրաքվեի գործընթացում։ Ինձ համար միշտ կարևոր է քննարկման գնալը ցանկացած պարագայում, որտեղ դա բանակցային process-ը բերում է նոր որակական աճի։ Բայց ես շատ կուզեի, որ որակական աճ լիներ հենց այն պարագային, երբ հենց ընդդիմությունը կամ կուսակցություններից գոնե մեկը առաջարկեր խաղի կանոնների փոփոխություն։ Ես կոնկրետ ի նկատի ունեմ կուսակցական ցուցակների ձևավորման սկզբունքի վերաբերյալ կանոնների փոփոխություն։ Դա արդեն ներքին ժողովրդավարության միջոցով փոփոխություն կմտցներ նաև իշխանության խաղացանկում։ Ինչու, որովհետև այժմ որ դիտարկում ես ընտրական օրենսգրքի դրույթը, 83-րդ դրույթն է, այնտեղ համարագրված է, որ
կուսակցության նախագահի ստորագրությամբ պիտի ներկայացվեն ընտրական ցուցակները։ Ես կարծում եմ, որ երբ քաղաքական ուժերը գիտակցեին, որ ամեն ինչ ժողովրդավարությունը սկսվում է ներքին ժողովրդավարությունից, այսինքն իրենք դնեին հենց այն փոփոխության դրույթը, որ պետք է կուսակցական ժողովը հաստատի, անգամ լինեն քվեարկություններ, փակ գաղտնի քվեարկություն դիտորդներով եւ ԶԼՄ-ներով, արդեն այդ ժամանակ իշխանությունը կմտածեր, որ խաղի կանոններն են փոխվում։ Նույն ավտորիտար ակումբները, եթե հիմա մասնակցում են ցանկացած տիպի քննարկումների, դա կարծում եմ ուղղակի նույն կանոնները ամրագրելու հնարավոր միջոց է։ Տեսեք, դուք շատ ավելի այսպես խորքային հարցեր եք մատնանշում, բայց դա ժողովրդական մտածելակերպի խորքային դրույթն է, որքանով ներքևից կարող է լինել խթան, որ մենք փոխվում ենք, մենք ուզում ենք փոխվել, դուք էլ փոխվեք։ Բայց եթե մենք չենք փոխվում, նրանք ինչու պիտի փոխվեն։ Այսօր նույնիսկ շատ ավելի այսպես ցցուն հարցերի դեպքում ոչ լուծումներ են առաջարկվում, իդեպ ինչի հետ կապված Դավիթ Հարությունյանը, եթե հիշում եք, ազգային ժողովում հայտարարեց, ոչ լուծումներ են առաջարկվում ընդդիմության կողմից, ոչ էլ իշխանությունն է որևէ սանտիմետր պատրաստական գնալ զիջումների։ Այս իրավիճակում ինչպիսի փաստաթուղթ ենք մենք ունենալու ի վերջո, նաև այսպիսի քննարկումներով ըստ էության լեգիտիմացված, հա։ Ինչպիսի փաստաթուղթ կլինի ձեզ, կլինի ավելի լավը, թե կգնա իշխանությունը փոխզիջումների, թե իմիտատիվ հերթական։ Ենթադրենք եղավ լավ փաստաթուղթ, այսինքն լավ փաստաթղթերի պակաս Հայաստանում ոնց որ թե չկա, այսինքն թղթային առումով Հայաստանում շատ բան կարգին է։ Լավ թղթերը հետո շատ վատ կիրառվում են, այսինքն ինքնին ընտրական օրենսգրքի բովանդակությունը դա դեռ չի նշանակելու, որ վերջ ամեն ինչ լավ է եւ ընտրական process-ը արդեն գտնվում է հուսալի ձեռքերում։ Եվ այս առումով է նաեւ խնդիրը այն, թե ինչքանով է ընտրական օրենսգրքի առանձին դրույթների շուրջ քննարկումը արտացոլում են բուն խնդիրները, որոնք կան հայաստանյան քաղաքական process-ում ընդհանրապես։ Եվ այդ առումով առաջանում են տարբեր հարցեր, օրինակ որն է սկզբունքային նիշը, որից այն կողմ ընդդիմությունը չի գնա եւ որին չհասնելու դեպքում ընդդիմությունը ինչ է անելու իր հաջորդ քայլը, այսինքն մենք չգիտենք որն է սկզբունքային նիշը։ Իշխանության համար ամեն ինչ հասկանալի է, իշխանությունը չի գնա այն սահմանից ներքև, որտեղ վտանգ կա վերարտադրության process-ին, խնդիրներ, ռիսկեր եւ այլն։ Սա ինքնին հասկանալի է, հասկանալի չէ թե ընդդիմությունը, որ մասնակցում է այս process-ին, լավ նշաձողերը որոնք են, այսինքն որ կետը չկատարվելու դեպքում ինչ կանի ընդդիմությունը։ Եվ այս հարցերն են էականը, այսինքն սրանք են բերում մեթոդաբանական պայքարի կամ գործողությունների մեթոդաբանական բովանդակային կողմի ռեսուրսների խնդրին, այսինքն այս հարցերն են կարևոր եւ սրանք են, որ պատասխանների բացակայությունը ի ցույց է դնում, որ այս գործընթացները ընդհանրապես իմիտացիոն process-ներ են ցույց տալու համար, որ ինչ որ բան է տեղի ունենում։ Սրա հետ կապված Հակոբ այսօր Նոր Հայաստանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնալով այդ 5 առաջարկություններին եւ դրան շուրջ բանակցություններին նշել է, որ Ընդդիմադիր ուժերի եւ քաղաքասարակության համախմբումը հնարավոր է նախագծի վերաբերյալ վարչախմբին ներկայացված 5 պահանջների ընդունումը պարտադրելու նպատակի շուրջ, դրանք դիտելով որպես մեկ ամբողջություն եւ բացառելով զիջումները այդ պահանջներից որևէ մեկի մասով։ Այսինքն ըստ էության կարծեք թե Նոր Հայաստանը այսպես փորձում է ձեր ասած այդ նշաձողը ուրվագծել, որ կամ 5 պահանջներն էլ ընդունվում են, կամ այլևս խոսելիք չկա այս հարցի շուրջ։ Իսկ հա օրինակ այս ձևաչափի շուրջ այսօր բանակցային սեղանի շուրջ նստած ուժերի դեպքում դուք նշեցիք, որ չկա այդ նշաձողը։ Հիմա նաև հիշատակեցիք դիրքային պայքարի մասին, հա, ընդդիմադիր դաշտում։ Մենք այսօր տեսնում ենք, որ այդ դաշտի տարբեր ուժեր փորձում են հենց իրենց ներկայացնել որպես միակ եւ ճշմարիտ ընդդիմադիր ուժ, ասենք նույն Հայ ազգային կոնգրեսն է փորձում ներկայանալ նման, հա, այսպես դիրքերից նախորդին էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից հնչեցին հայտարարություններ, որ այսօր Հայաստանում միակ ընդդիմադիր ուժը դա քաղաքացիական պայմանագիրն է։ Այ ինչպես եք վերաբերվում այսպես այդ ընդդիմության ներսում միակ իսկական եւ ճշմարիտ ուժը լինելու վերաբերյալ այս վերջերս մի քիչ սրված միտումներին։
Ես կարծում եմ այդ միակ ընդդիմադիր ուժի համար պայքարը ով ավելի բարձր կգոռա, որ ես եմ միակ ընդդիմադիրը կամ ով ավելի բարձր կապացի, որ մյուս ընդդիմադիր չի, դա գալիս է ընդհանրապես քաղաքական սնանկությունից, կարծում եմ, այսինքն այլևս անելիք չունենալուց, որովհետև եթե ընդդիմադիր ուժերի շրջանակում պայքարը ընթանում է հասարակությանը առաջարկվող մեխանիզմների, գաղափարների, մեթոդաբանական ինչ-որ լուծումների շուրջ, սա լիովին հասկանալի եւ կարծում եմ այս process-ը ոչ միայն սարսափելի ոչինչ չի պարունակի իր մեջ, այլ նույնիսկ դրական է, որ ընդդիմադիր դաշտում գոնե միմյանց միջև կա պայքար գաղափարական եւ բովանդակային, բայց երբ պայքարը ընթանում է, որ ես եմ ընդդիմադիր, դու ընդդիմադիր չես, այ դու սա արեցի, ես սա արեցի, ես կարծում եմ դա ընդհանրապես գալիս է անելիք չունենալուց եւ ասելիք չունենալուց։ Հիմա այս պարակտված հերթական անգամ կրկին եւ վերստին պարակտված ընդդիմության պայմաններում իշխանությունը ձեզ ինչ մոտիվացիա պետք է ունենա, որպեսզի գնա փոխզիջման, այդ ո՞րն է լինելու իշխանության մոտիվացիան։ Գիտեք, ընդդիմությունը պարտադիրել չի, որ միասնական լինի, ուղղակի պետք է գոնե զգացվի, որ ընդդիմությունը պայքարում է իշխանության ղեկը վերցնելու եւ փոփոխություններ մտցնելու համար, ոչ թե ընդդիմության դաշտում լավագույն ընդդիմադիրը ունենալու տիտղոսի համար։ Գոնե դա պետք է երևա, որպեսզի հանրությունն կարողանա գնահատել, թե ում ընտրի վերջո, ոչ թե ասի բոլոր դե մեկ եք, ես էլ այլևս չեմ ուզում մասնակցեմ այս գործընթացներին, իսկ ընդհանրապես նմանատիպ աշխուժությունը նաև բացատրվում է նրանով, որ առաջիկա 1 տարվա ընթացքում ընդդիմադիր դաշտն էլ իշխանությունն էլ պետք է կարողանա նախընտրական տարի ձևավորել իր համար, այսինքն դիրքամարտ է գնում, թե ովքեր պետք է հայտնվեն ի վերջո խորհրդարանում եւ ովքեր պետք է այս առաջիկա 1 տարվա ընթացքում ռեյտինգային ցուցակում առաջին տեղերում հայտնվեն, այնպես որ այդ ռեյտինգի համար պայքարը 1 տարվա ընթացքում մենք անդադ տեսնելու ենք դիրքամարտը, ցավոք սրտի դիրքամարտը եւ ոչ թե բովանդակային քննարկումները։ Շնորհակալություն, իսկ առայժմ իշխանությունները հայտարարում են, որ կարևոր հարցերի շուրջ ըստ էության իրենք չեն պատրաստվում գնալ զիջումների, քանի որ ինչպես նաև նշվեց, կարծեք թե մոտիվացիան էլ իշխանության մոտ այս պահին բացակայում է։ Այսօր առավոտյան ավելի վաղ ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընտրական օրենսգրքի վերաբերյալ հերթական քննարկման ժամանակ падգամավորները ներկայացրել են իրենց մտահոգությունները։ Քննարկումների ընթացքում հնչած հայտարարություններից դատելով ենթադրվում է, որ կփոփոխվեն լրագրողների հետ կապված սահմանափակումները, իսկ հա ընտրական ստորագրված ցուցակները չհրապարակելու հարցում իշխանությունները անդրդվելի են։ Ազգային ժողովի փոխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ եթե ընդդիմությունը ուզում է, որ իր բոլոր ծրագրերը իրականացվեն, այդ դեպքում պետք է ինքը դառնա իշխանություն։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընտրական օրենսգրքի վերաբերյալ հերթական քննարկման ժամանակ падգամավորները ներկայացրել են իրենց մտահոգությունները։ Խաչատուր Քոքոբելյանի հավաստմամբ վերջնական որևէ որոշում չի կայացվել, բայց լրատվամիջոցների հետ կապված առաջարկը հավանել է։ Լուծում էր առաջարկում, որը կոնկրետ ես նորմալ եմ համարում։ Մասնավորաբար լրատվամիջոցների թվականակի ոչ թե տեղամասում ես միշտ պնդել եմ, որ սահմանափակում լրատվամիջոցների հետ չպետք է լինի, այլ ցանկացած լրատվամիջոց ենթադրենք ցանկացած տեղամասում 1 կամ 2 հոգի ունենա։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Խաչատուր Քոքոբելյանի հավանած առաջարկի փակագծերն է բացում։ Տեղամասերում լրագրողների թվի սահմանափակում չի լինելու։ Յուրաքանչյուր լրատվամիջոցից 2 լրագրող կարող է տեղամասում լինել։ Ավելին, հեռուստաընկերությունների դեպքում 2 լրագրողի հետ նաև 2 օպերատոր։ Բոլոր լրատվամիջոցները 50-ական ներկայացուցիչների ցուցակ են ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը լուսանկարով անուն ազգանունով տրամադրում է նրանց համապատասխան վկայականները։ Քննարկման ժամանակ առաջարկվել է նաև դիտորդների հետ կապված մի փոփոխություն։ Դիտորդների հետ կապված նաև մոտեցում կա, որ հաշվի առնել այն հանգամանքը, թե դիտորդական կազմակերպությունները, տեղական դիտորդների մասին է խոսքը, հասարակական կազմակերպությունները իրենց գործունեության ընթացքում կամ իրենց կանոնադրական խնդիրների մեջ գոնե ունեցել են ուրեմն 3 տարվա կամ 5 տարվա իրավապաշտպան գործունեության փորձ, սա իրենցից է հնչել առաջարկը, այս պահին քննարկում ենք։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը մանրամասնում է վերահաշվարկի հետ կապված մեխանիզմը։ Այն է, վստահված անձը կարող է ցուցակներից տվյալներ դուրս գրել ձայների վերահաշվարկի ժամանակ։ Ենթադրենք այդ անձի կնոջ հայտարարությունը, որ իր ամուսինը գտնվում է ենթադրենք
արտերկրում արդեն 1 տարի է։ Խնդրեմ, այս երկու ապացույցը արդեն ապացույցներ են, որ դատարանը կարող է դրա հիման վրա պահանջել լրացուցիչ ապացույց, արդեն փաստաթուղթը որպես ապացույց, ծանոթանալ եւ կատարել իր քայլերը։ Այսինքն պաշտոնական պետք չէ, որ այդ փաստաթուղթը լինի, որպեսզի դատարանը անդրադառնա։ Խնդիրը ընդհանրապես հետեւյալին է վերաբերում. պաշտոնական հրապարակում այդ ցուցակի չի լինելու։ Պաշտոնական ցուցակ հրապարակելն է, որ համարվում է գաղտնիության։ Ընտրական օրենսգրքի քննարկումից հետո լրագրողների հարցերին է պատասխանել նաև ազգային ժողովի փոխխոսնակը։ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ իշխանությունը պատրաստ է ցանկացած ձևաչափով քաղաքական բոլոր ուժերի քաղաքացիական նախաձեռնությունների հետ հանդիպել եւ քննարկել ընտրական օրենսգրքի հետ կապված առաջարկները։ Մի հակը 4+4 է ուզում, մեկ ուրիշը 3+2 է ուզում, մեկը 1+1 է ուզում։ Մենք բոլորը հետ պատրաստ ենք հանդիպել։ Անդրադառնալով Լևոն Զուրաբյանի դիտարկմանը, թե տարիներ առաջ իշխանությունը չէր պատկերացնում, որ երբևէ հնարավոր կլինի իրար հետ նստել եւ խոսել, Շարմազանովը ասել է, որ դրան հասել են երկուսով՝ ընդդիմությունը եւ իշխանությունը։ Իրանք լավ իշան, երբ որ իրանք եկել են հենց պարլամենտ, վախենում չեն, վախենում, բայց խուսափում են մեզ բարևելուց։ Հիմա բարևում ենք, շփվում ենք, զրուցում ենք։ Երբեմն նաև համբուրում ենք, կարևորը հուդայի համբուր չլինի։ Այսպիսով Հակոբ մենք տեսնում ենք, որ իշխանությունները ամեն դեպքում պատրաստական են գնալ փոխզիջումների սկզբնական նախագծում ներառված առավել այսպես աղմկահարույց եւ շատերի կողմից նույնիսկ անհեթեթ որակված սահմանափակումների հարցում իմասնավորի 65 հոդվածի 7-րդ կետի դիտորդների եւ հատկապես լրագրողների թվի եւ գործառույթների սահմանափակման հետ կապված, իսկ ցուցակների հրապարակման մասով էլ տեսնում ենք, որ նշվում է, որ բարելավում է անգամ արվել, քանի որ կարող են այլևս քաղվածքներ անել ոչ միայն վիճարկման դեպքում, այլ առհասարակ։ Դուք եւս կիսում եք այն տեսակետը, որ այս դրույթները ի սկզբանե ներառված էին նախագծում, որպեսզի հետագա սակարկությունների արդյունքում այդ դրույթները հանվեին, ասվեր, որ սա փոխզիջում է, իսկ այն կարևոր խութային կետերը մնային անփոփոխ։ Ցուցակների մասով այդ առաջարկողը իհարկե հասկանալի է, որ սկզբունքային տարբերություն կա քաղվածքների արտագրելու հնարավորության եւ ընդհանրապես ամբողջական ցուցակները հրապարակելու միջեւ։ Եվ այս առումով բացարձակ անհամարժեք արձագանք է իշխանության արձագանքը, այսինքն որպես փոխարինող տարբերակ եւ այլն։ Ինչ վերաբերում է ընդհանրապես իշխանության զիջումներին, իհարկե իշխանությունը կարծում եմ հենց սկզբից ներկայացրեց բավական կոշտ եւ շատ սահմանափակումներով նախագիծ, նկատի ունենալով, որ ընթացքում հարկ կլինի որոշակի զիջումների, նաև տպավորություն թողնելու, որ տեսեք մենք փոխզիջման ենք գնում, տեղի են ունենում քննարկումներ, այսինքն ինքնին իշխանությունը այս ֆորմատների հնարավորությունը ստեղծել էր եւ ընդդիմությունն էլ, այսինքն ընդդիմադիր որոշ ուժեր օգտվեցին այդ հնարավորությունից եւ փոխադարձ այսպես փոխադարձ փոխանցումներով ինչ որ խաղ ստացվեց եւ հիմա արդյունքում իշխանությունը կհայտարարի, որ տեսեք մենք այդուհանդերձ այդ քննարկումների արդյունքում ինչ որ բաներ զիջեցինք եւ կներկայացնեն միջազգային հանրությանը, որ տեսեք մենք գնացել ենք փոխզիջումների, դե ի վերջո չէինք կարող ամբողջովին զիջել մեր դիրքերը եւ այլն։ Իսկ իշխանության համար մոտիվացիան, քանի որ խոսք գնաց այդ մոտիվացիայի մասին, մոտիվացիան հենց միջազգային հանրության արձագանքն է, Հայաստանի իշխանության այլ մոտիվացիա չի մնացել, դժբախտաբար երկրի ներսում ընդդիմադիր քաղաքական ուժերը առայժմ որևէ այլ կերպ իշխանությանը չեն մոտիվացնում եւ այդ իմաստով կարեւոր է իշխանության համար միջազգային հանրությանը ցույց տալ, որ տեսեք մենք այդուհանդերձ որոշ փոխզիջումների գնացել ենք։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գլխավոր խնդիրը իշխանության դա միջազգային հանրության առաջ ստանձնած հանձնառությունները պատվով կատարելն է։ Իսկ այստեղ արդեն միջամտում են քաղաքական տարբեր խնդիրներ, տարբեր նրբերանգներ քաղաքական, որոնք հասկանալի է նաև միջազգային հանրության արձագանքն են պայմանավորում եւ դա էլ հենց սկզբունքային այսպես հստակ սահմանումներով չի լինում։ Այսինքն ստացվում է ամեն անգամվա նման մի պատկեր, իհարկե տարեց տարի միգուցե ընտրությունից ընտրություն մի փոքր նշաձողը բարձրանում է, խստանում է իշխանության համար, բայց առայժմ իշխանությունը կարողանում է այդ խնդիրները լուծել։ Շնորհակալություն, Սարի։ Դե ես ուզում եմ նորից հիշեցնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը, երբ ելի երկու աղմկահարույց դրույթ ներառվեց եւ սեփականության իրավունքի սահմանափակումը եւ հավաքների ազատության իրավունքի սկզբանե նույնիսկ կյանքի իրավունքի եւ այդ աղմուկի մեջ բոլորը ներքաշվեցին քննարկման այն փաստաթուղթը, որը անտարբերությամբ էր ընդհանրապես փայլում, ի սկզբանե ասում էին, որ Հայաստանում ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների մասին ոչ ոք չի խոսում, բացի կոնկրետ փոքրիկ մի խմբից, ամբողջովին հանրությունը ներքաշվեց ու սկսվեց աղմկահարույց այսպիսի քննարկումների մի մեծ ձնագունդ։
Հիմա նույն քաղաքական process-ների մոդելավորման մեջ դա շատ ընդունված պրակտիկա է, ինչպես ներքաշել եւ 0 հետաքրքրությունից գրեթե 80% հետաքրքրություն առաջացնել։ Բայց միայն իրենց ցանկալի դրույթների շուրջ, այսա կարևոր է, ստվերում թողնելով եւ շատ ջիր քննարկելով առավել վտանգավոր։ Այո, աղմկահարույց մի քանի այսպիսի դրույթներ, որտեղ զիջելու ես ի վերջո, նախ կգրանցես, որ զիջում ես, միջազգային բոլոր ստանձնած պարտավորությունները կկատարես, երկրորդը հանրության աչքում մենք լավ հիշում ենք նաեւ այո ոչ շոուն, շատ լավ հիշում ենք, որ շատ հավասար բոլոր կողմերը ներկայացվում են, այդպես ներկայացվեց, չէ, բայց արդյունքը մենք տեսանք, թե ինչ եղավ։ Լավ, շնորհակալություն, հուսանք, որ ամեն դեպքում այս անգամ եւս կարծեք ներկայացված այս 4+4+4 ֆորմատով քննարկումները հաջորդ ուրեմն փուլերում բավականին արդյունավետ կլինեն եւ ամեն դեպքում կհաջողվի նաեւ ապահովել ընդդիմության եւ իշխանության միասնական ներկայությունը եւ նաեւ որոշումների հարցում, նրանց կոնսենսուսային որոշման կայացումը։ Շնորհակալություն մեծ հյուրընկալվելու համար։